Ավարտվեց մանկական ամառային ճամբար նախագծի առաջին տուրը։ Ավանդական դարձած երկշաբաթյա բացօթյա հանգիստը սոցիալապես անապահով կապանցի շատ ընտանիքների համար կարծես թե գտնված երազի նման է։ Սա նպաստում է երեխաների գեղագիտական ճաշակի զարգացմանը, թույլ է տալիս երեխաներին զբաղվել իրենց հոգեհարազատ նախասիրություններով։ Մինչև օրվա երկրորդ կեսին մշակույթի կենտրոնի նախասրահում հանդիսավոր տողան էր։ Հավաքվել էին ճամբարի 5 ջոկատների բոլոր երեխաները, նույնիսկ նրանք, ովքեր վերջին օրերին փոքր մրսել էին եւ հիվանդացել։ Ով է նախաձեռնել ճամբարը, ով է հովանավորել այն եւ որն է ճամբարի նշանաբանը։ Երեխաները հասցրել են սովորել նաեւ այս հարցերի պատասխանները։ Ով է ճամբարի գլխավոր հովանավորը։ Ինչպես է ճամբարի նշանաբանը։ Ճամբարի փակման արարողության կարևոր բաղադրիչներից է դրոշի իջեցումը, ինչն ի կատարածվեց շաշկու եւ շախմատի մրցույթներում իրենց լավագույնս դրսեւորած փոքրիկների՝ Արթուր Համբարձումյանի եւ Էլեն Պետրոսյանի միջոցով։ Հանդիսավոր տողանն ավարտված համարելով հյուրերն ու երեխաները շտապեցին մշակույթի կենտրոնի մեծ դահլիճ դիտելու համերգային շոու ծրագիր 5 ջոկատի երեխաների մասնակցությամբ։ Նախքան այդ երեխաների ծնողները, տատիկներն ու պապիկները մեզ հետ կիսեցին իրենց տպավորությունները։ Վերջիններից շատ բան պետք էլ չի իրենց երեխաների երջանկությունից բացի։ Շատ գոհ ենք, շատ ուրախ ենք, շատ լավ էր, ինքն էլ շատ գոհ է։ Մենք բոլորը շատ ուրախ ենք այս կազմակերպության համար։ Երեխաները այնքան ակտիվ են, շատ գոհ եմ։ Երեխաները իրար հետ շփվում են առաջին հերթին, նոր ընկերուհիներ են ձեռք բերել, շատ ուրախ են, լավ բաներ են սովորել։ Հենց որ վերջանում է ճամբարի ժամը, վազում են գալիս են ինձ մոտ, ասում եմ, լավ, տատի, շատ լավ էր։ Իհարկե, շատ լավ է, պետք է այսպիսի բաներ շատ լինի։ Երեխաները հետ շփվում է, օրը լավ անցնում է, ուրախ է շատ։ Իմ երեխաներս երկրորդ տարին են, որ գալ հաճախում են ճամբար, օրը հագեցած է լինում, անցած տարի թատերական խմբակին են մասնակցել, այս տարի ապարի խմբակին են մասնակցել, օրը լիարժեք է անցնում, հարստացած, իսկ նենց օրերին ազատ, ամբողջ օր պիտի վազվզեն, այս կողմ են կողմ, իսկ այսպես օրը շատ հագեցած է եւ ես շատ գոհ եմ եւ շնորհակալ եմ եւ քաղաքապետից եւ Դինո Գոլդմանի կոմպանիից։
Այս տեսահոլովակով էլ մեկնարկեց համերգային ծրագիրը։ Յուրաքանչյուր ջոկատ առանձին ուղղվածություն ուներ, ուստի եւ հանդես եկավ յուրահատուկ կատարումներով՝ երգ, պար, նմանակում, փոքրիկ ներկայացումներ ու հումորային համարներ։ Մեր խորին շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր հնարավորություն տվեցին երեխաներին ամառային հանգիստը անցկացնելու մշակույթի կենտրոնի այս հիասքանչ վայրում։ Այս երեխաներից ոմանք առաջին անգամ են հաճախում ճամբար, ոմանց համար արդեն երկրորդ, երրորդ տարիներ, բայց բոլորը միանշանակ ցանկանում են հնարավորինս երկար մնալ ճամբարում։ Լավ գիտելիքներ, խաղացի, ուրախացա։ Ճամբար հաճախում եմ մեծ հաճույքով, սիրում եմ, այստեղ նոր խաղեր են խաղում, պարեր սովորում, այստեղ լավ երգեր են մեզ ասում, հետաքրքիր տեղեր են գնում, էքսկուրսիաներ, բաղաբուրճի հուշահամալի, իր թանգարաններ եւ այլն։ Դե այստեղ շատ լավ էր անցնում։ Մենք բան ենք անում, ուրախանում ենք, որ գալիս էինք, նոր պարեր էինք սովորում, նոր երգեր էինք սովորում, այստեղ շատ լավ էր անցնում։ Միջով ճամբար գալը չգիտեի լավ երգելը, պարելը, իսկ երբ հաճախեցի ճամբար, սովորեցի լավ երգել, պարել եւ ես շատ գոհ եմ իմ ջոկատավարներից, որ ինձ սովորեցի երգել եւ պարել։ Ճամբարում ավելի ուրախ է։
ամառային հանգիստը անցկացնելու։ Այստեղ ինձ դուր եկավ, որ մեզ սովորացրեցին պարել, երգել, ինձ դուր եկավ նաև, որ մեզ տարեցին դեպի հուշարձաններ։ Միջոցառման ողջ ընթացքին հետևում էր Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը։ Քաղաքապետը ճամբարի առաջին փուլը կայացած համարեց այնքանով, որքան մասնակիցների ոգևորությունն ու կազմակերպիչների ջանասիրությունն էին։ Մենք չկարողացանք այնքան երեխա վերցնել, որքան պահանջարկը կար։ Ասեմ, ընդամենը 300 երեխա այդտեղ կար, բայց դիմել են շատ ավելի շատ։ Երկրորդ հերթի համար գիտեմ, որ արդեն լրացել է եւ մոտ 100 երեխայի դեռ պահանջարկ կա։ Կարծում եմ, որ կարելի համարել, որ կայացած է։ Երկրորդ փուլը կլինի պայմանավորվել է Դինոգոլդի հետ եւ կֆինանսավորվի նույնպես։ Ուղղակի երևի կխնդրեմ, որ երեխաների քանակը մի քիչ ավելացվի, փորձենք։ Կարծում եմ, որ բավականին գեղեցիկ ձեռնարկ է եւ մենք մեր երեխաների կարողանում ենք 14 օր գոնե 600 երեխայի զբաղեցնել, ինչ-որ բան սովորացնել։ Կապանի քաղաքային համայնքը նախկինում հանգստյան գոտիներ ուներ։ Այսօր շատ են դրանց չգործելու եւ չվերագործարկելու պատճառները, բայց այն, որ Կապանի քաղաքապետը փորձ է անում հնարավորինս ավելացնել գործող հանգստյան գոտիների քանակը, կասկածից վեր է։ Բոլոր ճամբարները նախկին, որ կար, բոլորը մասնավորեցվել են։ Այսօր չունենք համայնքի ընդհանրության տակ որևէ կառույց, որ կարելի է ճամբարի վերածել, բայց որ սա հրամայական պահանջ է, սա հրատապ պահանջ է, սա կարծում եմ, որ բոլորիս համար էլ ակնհայտ է։ Պիտի կարողանանք պետության ուժեղանալով այդ զուգընթաց, պիտի կարողանանք կազմակերպել, կառուցել այդպիսի ճամբարներ, որովհետև տեսնում եք, թե ինչ է կատարվում։ Իսկ հանգստյան գոտիները ինչքանով որ հնարավոր է մենք փորձում ենք այսօր լավագույնս օգտագործել, բայց ես էլ համաձայն եմ, որ դա հերիք չէ։ Ճամբարի կազմակերպիչներն ընդամենը 2 օր ունեն հանգստանալու համար, քանի որ երկուշաբթի մեկնարկելու է երկրորդ փուլը։ Ճամբար ավելի բովանդակալից դարձնել այս փսիխիկայի ժամանակահատվածում գրեթե ոչինչ չի պակասում, ոչ էլ հնարավոր ավելին արած, շատ կարճ ժամանակահատված է երկու շաբաթը։ Ընտրված է երկու շաբաթ համար, որտեղ բազմաթիվ երեխաներ են ցանկանում հաճախում ճամբար, քանի որ գիտեք, որ հանգստի այլ վայրեր չկան մեր քաղաքում եւ քաղաքի այն երեխաները, ովքեր հնարավորություն չունեն քաղաքից դուրս գալու, անպայմանորեն ուզում են մասնակցեն այս ճամբարին։ Երկու հերթափոխնել է, ես կասեմ, քիչ է, 3-ն էլ քիչ կարող է լինի, 4-ն էլ կարող է քիչ։ Հերթագրումը այնպիսի մեծ թափով է տեղի ունենում, որ չենք կարողանում բացատրվենք, չենք կարողանում ծնողներին, պապիկներին, տատիկներին հասկացնենք, որ արդեն հնարավոր չէ մշակույթի կենտրոնում այդքան մեծ քանակություն երեխաները։ Հնարավոր է մինչև 300 երեխա այստեղ ճամբարի մասնակցել են։ Նրանից ավելին հերթափոխը պետք է լինի երկրորդ հերթափոխ։ Իսկ 3-4 հերթափոխների համար ինձ թվում է դադար կարելի է տալ մեկ շաբաթ հանգստան աշխատակազմը, եթե ցանկանա մեր հովանավորները շարունակելու, մեծ սիրով շարունակենք։ Բայց համենայն դեպս ինձ թվում է, ասում են, թող քիչ լինի, բայց համով լինի, հոտով լինի եւ մեր երեխաներն էլ բավականություն ստացած գնան, որպեսզի նոր ուսումնական տարի ավելի մեծ ոգևորությամբ սկսեն։ Արդեն համերգային ծրագիրը ինքնին խորհրդանշում է, թե երկու շաբաթվա ընթացքում ինչ հաջողությունների են հասել մեր ճամբարականները մշակութային, սպորտային եւ ինտելեկտուալ խաղերի մեջ մեծ հաջողություններ ունեն եւ այսօրվա համերգային ծրագիրը դրա վառ օրինակն է մեր երեխաների երկու շաբաթվա գերազանց ճամբարական ուսուցողության համար։ Կարծում եմ թերի ոչ մի ջոկատուն բան չի եղել, բոլոր ջոկատավորներս էլ նվիրված աշխատել ենք եւ հույսով եմ, որ կապանցի երեխաները, որ թվով արդեն հասնում են 300-ի, որ այդքան հաճախում են ճամբար, բոլորին ինչ որ չափով կարողացել ենք մի ուսում տալ, մի կրթություն տալ, պար, երգ, սպորտ, չգիտեմ, թատերական բեմադրություններ, հույսով եմ բոլորը կհիշեն մեզ։ Հետո սեպտեմբերից սկսած արդեն կայացել են մեր ստեղծագործական կենտրոններ, որտեղ մեր աշխատանքային գործը այն է, որ մենք երեխաներին ուսուցանենք եւ կարողանանք սեպտեմբերին համալրենք մեր մոտ եւ շարունակենք մեր աշխատանքային գործը։ Փոքր ժամանակ ճամբարում եղել եմ, բայց մի 3 օր ավել չեմ դիմացել։ Հիմա ամեն ինչ անում ենք, որպեսզի երեխաները դիմանան, իր հատակ իրենց օրերը աշխատում ենք սովորացնել այն ամենը, ինչ որ կարող ենք այս 10 օրվա ընթացքում, թե մշակութային, թե ընդհանուր գրականություն եւ մնացած առարկաներից փորձում ենք տալ այն ամենը, ինչ որ երեխան ուզում է։ Իհարկե այդ ամենը մենք փորձում ենք սովորացնել խաղերի միջոցով, որպեսզի երեխաները ավելի հետաքրքիր կարողանան ընկալել այն ամենը։ Համերգային ծրագիրն ավարտվեց պարգևատրման արարողությամբ եւ նվերների հանձնմամբ։